Եվ Սրբազան Հայաստանում կայացան ընտրություններ, գիտեմ մի շարք հայորդիներ, տարբեր երկրներից եկան, որ իրենց քաղաքացիական պարտքը կատարեն, փոքր տարօրինակ էր, որ այս իմաստով էլի իշխանությունների կողմից թիրախում հայտնվեցին հոգևորականները եւ ինչ քայլեր արեցին, խնդրեմ մեկնաբանեք։ Մեր Սրբազան պարտն է բոլոր ժամանակներում, բոլոր պայմաններում ծառայել մեր հայրենիքին։ Մենք որպես հոգևորականներ կոչված ենք ավելի շատ լծվել, ծառայել նրա հոգևոր անվտանգության դաշտում։ Բայց անհրաժեշտության դեպքում զինվորն ենք մեր հայրենիքի։ Մարտակիցը մեզ զինվորագրյալ զավակների ազգի։ Բայց այս պարագային ինձ համար անհասկանալի էր, որ ավելի շատ այդ ծանոթագիրը ստացան Ռուսաստանի թեմի հոգևոր սպասավորները, որոնք սիրահորժար ստանձնել են իրենց պարտականությունը հայրենիքի առաջ, բանակի ճանապարհով եւ պատրաստ են նորից, եթե ստանան, վերադառնան հայրենիք, ծառայությունը բերելու հայրենիքի անվտանգությանը, հոգևոր անվտանգությանը, մեր ազգի, մեր ժողովրդի։ Բայց ուղղակի ինձ համար անհասկանալի է մի բան։ Եթե 25-օրյա զորավարժությունները արվում են տվյալ զինվորականների մասնագիտական կարելիությունները զարգացնելու, վերականգնելու, ապա հոգևորականի մասնագիտության վերականգնումը բանակում գործի։ Ես գիտեմ, որ փաստաբաններ կան հետաքրքրված են այս հարցում եւ առաջիկայում կհետևենք, տեսնենք, թե ինչ ընթացք կունենա։ Թերևս։ Այո։ Եվ վերջին հարցը, ես կուզենայի ձեր խոսքը ուղղել, գիտեմ, որ կապի մեջ եք, մեր 3 սրբազանները շարունակում են տնային կալանքի մեջ մնալ, սահմանափակումների մեջ մնալ, ինչպես ասացի, 4 սրբազան, այո, ճիշտ եք, 4 սրբազանները, այո, եւ Արագածոտնի, այո, Շիրակի, Արագածոտնի, դիվանապետ Արշակ սրբազանը եւ նաեւ Բագրատ սրբազանը, իրենց եւ նաեւ տիրադավներին, օրինակ, որ առիթ ունենաք հանդիպելու, ինչ կասեիք։ Ես կարծում եմ, որ մենք ոչ դատող ենք, ոչ դատապարտող, մենք հավատում ենք, որ բոլորիս համար մեկ դատավոր ունենք։ Մեր երկնավոր հայրն է, ում առաջ մենք պետք է հաշիվ տանք մեր արարքների համար։ Մենք մեղավոր մահկանացու օղածին էակներ ենք։ Պարզապես հավատարմության խնդիր, ուխտին, որը հոժարական իրականացրել է ամեն մի հոգևորական իր ձեռնադրությունից առաջ։ Եվ անհասկանալի է պատճառը, որ կարող ես քո իսկ ձեռքով, քո իսկ կամքով կատարած ուխտը, երթումը անտեսել։ 1725 տարեկան է այս հաստատությունը։ Եվ մեղքի սխալի ճանապարհը դա բնական մահկանացու էակների վերականգնման ընթացքն է դեպի Աստված, ամենաներող, ամենասիրող, ով իրեն զոհաբերեց մեր մեղքերի փրկության համար, ինչի մասին է խոսքը։ Ես չեմ կարծում, որ մեր 4 սրբազան եղբայրները իրենց զգում են ինչ-որ սահմանափակված, նրանք հոգեպես ազատ մարդիկ են և իրենց առաքելությունը կատարում են ամեն տեղ, ցույց են տալիս բոլոր պայմաններում իրենց
հավատքի ուժը, իրենց հզոր լինելը, իրենց հավատարմության ուխտի մեջ մնալ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Մայր Հայաստանին, հայ ժողովրդին եւ իրենց հոգեվոր կոչում։ Հետևաբար թող մտածեն նրանք, ովքեր հեռացել են այդ հավատարմության ուխտից, որի համար պետք է պատասխան տան։ Եթե հանդիպեք այդ իրադարձներից մեկին, դուր կանցնեք, թե ինչ որ բան կասեք։ Ես ուղիղ կնայեմ աչքերի մեջ, իմ ասելիքը կլինի դա։ Շնորհակալություն Սրբազան, հայր։ Շնորհակալ։ Աստված օգնական։ Աստված բարոք։